Անդեմ Կովկասի ինստիտուտ հիմնադրամի կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում համաձայն քաղաքացիական օրենսգրքի 119-րդ հոդվածի երկրորդ կետի այսօր կայացել է հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու ցեղասպանության բառի ճակերտավոր կիրառումը արգելելու եւ վնասի հատուցման պահանջի մասին հայցով դատական առաջին նիստը։ Ըստ հայցվորի Կովկասի ինստիտուտ հիմնադրամը թույլ է տվել ազգային եւ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների մի շարք խախտումներ։ Կովկասյան հարևանություն, Թուրքիան եւ Հարավային Կովկասը վերատառությամբ գրքում հրապարակելով մի քանի հոդվածներ։ Այդ շարքում նաեւ Ստամբուլի թուրքական տնտեսական եւ սոցիալական ուսումնասիրությունների հիմնադրամի աշխատակից Այբարազ Գյորգյուլուի Թուրքիա-Հայաստան հարաբերություններ հավերժական փակուղի հոդվածը, որտեղ մի քանի անգամ ցեղասպանություն բառը ճակերտների մեջ է առնված։ Նշենք, որ նիստի ընթացքում տեսաձայնագրումը արգելվել է պատասխանող կողմի ցանկությանը ընդառաջ գնալով։ Հայցվոր Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի տարբերություն Կովկասյան ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի ներկա էր նիստին։ Իսկանդարյանը հայցը անհիմն էր համարել այսպիսով պատասխանող կողմից, ներկա էր միայն ներկայացուցիչը։ Վերջինը գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել, ըստ որի հայցվորի պահանջները քննության ենթակավեճ չեն։ Սակայն հայցվորի կողմից միջնորդությունը մերժվել է, իսկ դատարանը նպատակահարմար է գտել հարցը քննարկել խորհրդակցային սենյակում դեկտեմբերի 4-ին գործը առանձին դատական ակտի կարգով, այսինքն կարճել գործի վարույթը, թե շարունակել գործի քննությունը։ Սա դատական գործ է, քանի որ հարցը վերաբերում է հայ ազգի պատվի եւ արժանապատվության պաշտպանության խնդրին, Արարատ ռազմավարագիտական կենտրոնն էլ իր կանոնադրական խնդիրների իրականացման կարգով իրավասու է նման հայց ներկայացնել։ Եթե չբավարարվի մեր հայցադիմումը, ապա դա կնշանակի, որ Հայաստանի Հանրապետությունում այսուհետև կարելի է ազատորեն հրապարակել ցեղասպանությունը ժխտող գրականություն, հոդվածներ, ելույթներ ունենալ, քարոզ կատարել, այդպիսով խախտելով եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության կենսական պահանջները եւ հայ ժողովրդի հանրային շահը